Հենց հիմա ամեն ինչ փլվում է աչքիդ առաջ։ Հայաստանի դեմ պատերազմ է վարվում եւ Նիկոլ Փաշինյանը այդ պատերազմի կողմերից մեկն է եւ ոչ Հայաստանի կողմից է։ Ամենախոցելին այսօր հենց Երևանն է։ Ու շատ հնարավոր է առաջի հարվածը հենց Երևանին լինի։ Հաճախ ինքը ձևանում է ոչ adekvat։ Գործ ունենք տենց լավ պրոֆեսիոնալ խաբեբայի աֆերիստի հետ։ Կազել պրովոկատոր։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան քաղաքական հայ ակումբի համահիմնադիր Կարեն Վրդանեսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Վրդանեսյան, վերջին իրադարձությունները եւ ընդհանրապես այս տարիներին բոլոր իրադարձությունները, որ եղել են, անկախ իրենց մասշտաբից եւ թողած հետևանքներից, անպայման ուղեկցվել են խոսույթով, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան հիվանդ է, ներողություն չեմ ուզում թիրախավորել հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց, համենայն դեպս այդպես է պիտակավորվում, ոչ adekvat է, դեղերը չի խմել, այսպիսի խոսույթով։ 20 թվականից հաստատ հիշում եմ, որ այդ խոսույթը դոմինանտ է, բայց այս ամբողջ ընթացքում այս տարիներին որևէ չափով այդ պիտակավորումները եւ Փաշինյանի այդպիսի կերպար հաղորդելը տալը որևէ գրամ չի օգնել ընդդիմությանը իր պայքարում։ Ակնհայտ է, որ այնինչ անում է Փաշինյանը բռնապետության քաղաքականություն է։ Հիմա ինչու է կարևոր հասկանալ, թե իրականում ով է Նիկոլ Փաշինյանը, ինչու է կարևոր պայքարում իդենտիֆիկացնել հակառակորդին։ Երկու փաստ համար 1 Նիկոլ Փաշինյանը հետևողական կերպով ամրացրել է իր իշխանության հիմքերը այս 7 տարում, ոչ թե 20 թվականից հետո, այլ իշխանության գալու առաջին իսկ օրվանից ուժեղացրել է իր դիրքերը, թուլացրել է հակառակորդների դիրքերը։ Այո, հանրային վստահությունը իր նկատմամբ բավականին նվազել է, աջակցությունը նվազել է, փոխարենը ինքը այն սկզբնական իր ունեցած այդ վստահությունը, աջակցությունը, ոգևորությունը նաև իր անձով կոնվերտացրել է, վերածել է անձամբ իր իշխանությունը պաշտպանող կառույցների, խոսույթների, նաև վախերի մարդկանց մոտ, շատերի մոտ եւ այլն։ Սա առաջի փաստը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր դիրքերը հետևողական ուժեղացրել է, թեպետ թվում է, թե այն որ ասում են պարտված է, կապիտուլյանտ, լուզեր եւ այլն։ Այո, կապիտուլյացիա ըստ էության ստորագրել ու ստորագրում, բայց հաստատ անհաջողակ չի իր անձնական տեսակետից, իր շահի, իր իշխանության, իր, չգիտեմ, եկամուտների տեսակետից հաստատ անհաջողակ չի։ Երկրորդ փաստը հենց ինքը մի խոսակցություն կար, հիշում եք, հենց ինքը հայտարարել էր, որ հաճախ ինքը ձևանում է ոչ adekvat, ոնց էր ասում, մի քիչ գժական, այսինքն մարդը ասում է, որ դա խաղ է իր այդ գժական պոռթկումները եւ այլն եւ այլն։ Երրորդը ես մի բան էլ հիշեցնեմ, ժամանակին Արթուր Վանեցյանն էր հարցազրույց, մի հատ հայտնի հարցազրույց կար, կարծեմ Սաթիկ Սեյրանյանի հետ էր այդ հարցազրույցը, այդ հարցազրույցում ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր այդ ոչ adekvat դրսևորումները ինքը որպես մարդ, որ դրանց շատ բաներին ներկա է եղել, ասում էր, որ այդ ամբողջը թատրոն է, բեմադրություն է, այդ իր, չգիտեմ, խմացի փրկնած նկարելը, այդ ամեն ինչ բեմականացված է, հա, այսինքն մենք գործ ունենք մարդու հետ, որը իր ինչ որ շահերը հետապնդելով, իր նպատակներին հասնելու համար անընդհատ երբ որ պետքա գիժ է խաղում, երբ որ պետքա ուժեղ տղա է խաղում, երբ որ պետքա ընդհակառակը ինչ-որ խեղճացած, բաներ է ցույց տալիս եւ այլն եւ այլն։ Հասկանանք, որ գործ ունենք տենց լավ պրոֆեսիոնալ խաբեբայի աֆերիստի հետ, սա մեկ։ Երկրորդ ինչի է կարևոր հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք, որովհետև կախված նայից թե ինչի հետ գործ ունենք, ըստ այդմ տարբեր գործիքակազմեր կան, տարբեր ձևեր կան դրա դեմ պայքարելու, չգիտեմ, դրան դիմադրելու, եւ ռազմավարության հարց կա, մարտավարության եւ այլն եւ այլն։ Եթե մենք չենք հասկանում ինչի հետ գործ ունենք, ցավոք նույնիսկ էլիտաների մեծ մասը կամ չի հասկանում, կամ չի ուզում հասկանա, ինչի հետ գործ
փորձ ունենք, անընդհատ 7 տարի է փորձում է ներկայացվել ու նորից այս խոսույթ ընտրություններից սպասվելիք ընտրություններից առաջ նորից այս խոսույթը բան ա եղել զարթնել է, թե վերջ, Նիկոլը վերջացած է, Նիկոլը քաղաքական դիակ է, սարսափած է, չգիտեմ ինչ, հա, չէ, դա այդպես չի։ Մենք այդ խոսույթները արդեն լսել ենք, դրանից հետո եղել են մի անգամ չէ ընդ որում լսել ենք, դրանից հետո Նիկոլը էլի ջախջախիչ պարտության է մատնել իր հակառակորդներին։ Եկեք ի վերջո դուրս գանք այդ միֆերից, այդ կեղծ պատկերացումներից, այդ ինքնախաբեությունից ու հասկանանք, որ իդեմս Նիկոլ Փաշինյանի հայ ազգը, հայկական պետությունը ունի լրջագույն թշնամի, երիթե ամենադիպուկ ձևակերպումը դա ազգակործան պատուհասն է, Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպումն է, անկախ նրանից ես կամ ուրիշները ոնց են վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի անձին, սա շատ դիպուկ ձևակերպում է ազգակործան պատուհաս։ Եվ ըստ այդմ պետք է հասկանալ, ինչ պետք է անել, ինչքանով է իրենից բխող վտանգը, այսպես ասած, մոտալուտ, ինչքանով է լուրջ, իրական, գոյաբանական եւ այլն։ Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը դա գոյաբանական, իրական եւ մոտալուտ սպառնալիք է մեր ամբողջ ազգի համար։ Եվ պարոն Վրդանեսյան, այդ առիթով բազմիցս ասել եք, որ շատ կարևոր է, որ մեր էլիտաները հասկանան, որ այս պայքարը ոչ թե քաղաքական է, այլ գոյաբանական է, էկզիստենցիալ է։ Հիմա, երբ էլիտաները, քաղաքական էլիտաները հատկապես, չեն գիտակցում կամ չեն ուզում գիտակցել, թե ինչ հակառակորդի հետ են կռիվ տալիս, եթե իրենք դա չեն գիտակցում կամ չեն ուզում գիտակցել, բա հանրությանը ինչու ենք մեղադրում, որ ունեք ես մի քիչ առաջ տաքսիով երթևեկում էի ու վարորդը ասաց դե հարիվ։ Նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը հարիվ է։ Այո, ըստ այդ վարորդի Նիկոլ Փաշինյանը հարիվ է։ Թե քաղաքական էլիտա համարվող մարդկանց եւ ներողություն առանց որևէ հեգնանքի, թե քաղաքացու, որը տաքսի է վարում, խոսույթը եւ պիտակավորումները ոչինչով չեն տարբերվում։ Նաև ցավոք մտավորականների, շատ փորձագետների, հա, որոնք քաղաքագետ են, օրինակ, ըստ դիպլոմով քաղաքագետ են, որպես քաղաքագետ են հանդես գալի, բայց էլի այդ խոսույթն են առաջ տանում, թե չգիտեմ, սարսափած Նիկոլը, ոչ adekvat, չգիտեմ, գիժ եւ այլն, հա, ապիկար, անկարող, տգետ, հա։ Լավ, ես ճիշտն ասած, երբ որ նույն ընդդիմադիրների հետ խոսում եմ, ասում եմ, եթե ձեր ասելով այս մարդը տգետ ապիկար է, նշանակում է, եթե դուք 7 տարի է, այս ամեն ինչից հետո էլ չեք կարողանում ինչ որ բան անել, իրեն հանել, հա, ի վերջո հեռացնել այդ փորձանքը աղետը, նշանակում է դուք ավելի տգետ եք եւ ապիկար, ուրիշ բացատրություն չկա։ Կամ էլ այդ դավադրապաշտական միֆերը, թե իրականում ընդդիմության շահերից է բխում, իրականում պասերով խաղա եւ այլն, ստացվում է կամ այդ դավադրապաշտական տեսություններն են ճիշտ, այդ միֆերը կամ ստացվում է, որ կներեք, չէ, իրականում ավելի ապիկար եք ու տգետ եք, այլ տարբերակ չկա։ Պարոն Վրդանեսյան, դուք ասում եք հարցադրումը Նիկոլին ոնց հեռացնել, մեկ հարց չէ, այլ հարցերի խումբ է ու թվարկել եք այդ հարցերը, կարծում եմ եթերի ընթացքում 1-2-ին կանդրադառնանք եւ նաեւ ընդգծել եք, որ այս տարիներին այս կարևորագույն հարցերը այդպես էլ չքննարկվեցին ու շեշտում եք, որ դեռ կա ժամանակ հարցերը քննարկելու։ Այս ամբողջ ընթացքում հարյուրավոր երևի քննարկումներ են եղել, ընդ որում պանելային անունով քննարկումներ են եղել, համաժողովներ են եղել եւ այլն։ Ոնց է հաջողվում այդքան քննարկում կազմակերպել ու ի վերջո բովանդակություն չստեղծել ու ի վերջո օրակարգ չստեղծել։ Ես ճիշտն ասած շատ քիչ իրական քննարկումներ եմ տեսել, եկեք հասկանանք, մի բան է, երբ որ միակողմանի ինչ որ, այսպես ասած, բան է, հա, ինչ որ մարդիկ անը դնում են օրինակ պանելային քննարկում, բայց քննարկման ժամանակ բոլորը գալիս են, ասում են նախորոք իրենց պատրաստած ինչ որ քարոզչական թեզեր, ելույթներ ու ամեն մեկը որևէ նոր բան չվերցրած գնում է ու շարունակում է նույն կերպ մտածել, դա քննարկում չի։ Դա ուղղակի կոպիտ ասած մամուլի ասուլիս է, կապ չունի ոնց է դա կազմակերպվում, ցուցադրվում, հա, ձևաչափը կապ չունի։
Եղել են նաև փակ քննարկումներ, որտեղ ներկա են եղել 50-60 հոգի։ Ակնհայտ է, որ 50-60 հոգով հնարավոր չի որևէ կառուցողական քննարկում անել։ Ամեն մեկը մի րոպե խոսի կվերջանա այդ քննարկումը, հա։ Իսկ աշխատանքային լուրջ քննարկումներ, որտեղ օրինակ եղել է հարցադրում եղել, եկեք փորձենք այս ինչ բանը հասկանալ ու եկել են ինչ որ մի հատ եզրակացության, ես հատուկենտ այդպիսի հանդիպումներ կարող եմ հիշել։ Ընդհանրապես այստեղ մենք գուցե թվա թե շեղվում ենք, բայց շատ մեծ խնդիր կա մեր քաղաքական մշակույթում, որ իրական քննարկումներ կամարվում են շատ նեղ շրջանակում ու դա կուլիսների հետևից երբեք դուրս չի գալիս, այսինքն հանրության ավելի լայն շերտերը մտավորականության, ակտիվիստների եւ այլն համարյա ներգրաված չեն այդ քննարկումների մեջ, հա։ Ինչ որ մեկը, ինչ որ մի առաջնորդ մի բան որոշում է ու մնացածը հլու հնազանդ սկսում են այդ ամեն ինչը իրականացնել առանց նույնիսկ փորձելու հարցականի տակ դնել, թե ինչքանով է դա օրինակ արդյունավետ, հա։ Երկրորդը ես չեմ տեսել աշխատանք նիկոլապետությունը, այսինքն այս Նիկոլի իշխանությունը, այս իրեն սատարող ամբողջ համակարգերը վերլուծելու ընդդիմության շրջանում այդպիսի լուրջ աշխատանք չեմ տեսել։ Եթե մենք հասկանում ենք, իմ ընկալումը այնպիսին է, ու երբ որ խոսում ենք, մեծ մասը համաձայնում են մարդկանց, հա, որ Հայաստանի դեմ պատերազմ է վարվում եւ Նիկոլ Փաշինյանը այդ պատերազմի կողմերից մեկն է եւ ոչ Հայաստանի կողմից է, հա, մասնակցում։ Կարելի ասել ինքը տենց տրոյական ձիու դեր է կատարում Հայաստանի պետության մեջ ներդրված, հա։ Գուցե սխալվում եմ ես, գուցե սխալ նկարագրություն է, գուցե չգիտեմ ուրիշ ինչ որ բան կա, բայց ես պատրաստ եմ լսել այլ կարծիքներ, բայց ոչ այն կարծիքները, որ դե անկարող է, ապիկար է, տգետ է, շատ է ուզում, բայց չի կարողանում, հա, ինչ որ պետության համար որևէ բան անի, այդպես չի, հա։ Հիմա եթե ես տեսնում եմ, որ մի ամբողջ համակարգ է աշխատում, ես չպետք է հասկանամ, այդ ինչ համակարգ է, ինչ ռեսուրսներ ունի, ինչին է պատրաստ գնալ այդ համակարգը, ամեն անգամ երբ որ մարդկանց հանում են փողոց, օրինակ տարրական հարցերի պատասխան չկա։ Հա, մենք կարող ենք կոչեր անել, ժողովուրդ դուս եկեք փողոց, հետո հաջորդ քայլերը որոնք են։ Ու մենք այս բոլոր տարիների ընթացքում տեսել ենք, որ այդ հաջորդի պատասխանը չկա։ Կա Նիկոլի 18 թվականի գործողությունների կրկնություն, նմանակում, առանց հասկանալու, թե նա ինչ էր անում այն ժամանակ, կամ առանց հասկանալու այն ժամանակ ինչն է հաջողվել իր մոտ, որովհետև այնպես չի, որ իր մոտ ամեն ինչ հաջողվել էր, այն ժամանակ։ Ինչն է հաջողվել, ինչը չի հաջողվել։ Օրինակ ընդդիմության շրջանում այդպիսի միֆ կա, որ ռադիոդան գրավումը դա շատ հաջողված գործողություն էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այն դեպքում, որ իրականում ռադիոդան այդ գրավման հաջորդ օրը տոտալ հիասթափություն էր հենց այդ իրենց նեղ շրջապատում դրա մասին եւ բաց եւ մասնավոր խոսակցություններում եւ հրապարակային եւ մասնավոր զրույցներում դրա մասին խոսվել է, հա, իրականում դա ճգնաժամի բերեց մի պահ եւ եթե չլուծեր այդ ճգնաժամը, այլ կերպ կարող էր, հա, այդ ամեն ինչը ընթանալ։ Մի խոսքով չկա ցանկություն խորանալու, հասկանալու, ուսումնասիրելու, չեմ տեսնում ցանկություն ընդհանրապես սովորելու, հա, ինչպես է պետք պայքարել Նիկոլ Փաշինյանի պես դեմագոգ, պոպուլիստ, այդ խաբելապետ, հա, բռնապետների դեմ։ Դա այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը առաջի դեպքն է մարդկության պատմության մեջ, հա, այդպես չի։ Կան մեթոդներ մշակված, այդ մեթոդներից մի մասը կարող է Հայաստանում չաշխատեն, մյուս մասը գուցե կաշխատեն, գուցե ինչ-որ նոր բաներ է պետք մշակել, բայց ռազմավարություններ, մարտավարություններ, ահագին դա ինչպես օրինակ պատերազմի արվեստն է, սա էլ քանի որ Հայաստանի դեմ քաղաքական պատերազմ է մղվում կամ ավելի ճիշտ կլինի ասել հիբրիդ պատերազմ, որի մեջ մտնում է եւ ռազմական ուժով գործողությունները, եւ տեղեկատվական հոգեբանական գործողությունները, եւ
հենց քաղաքական պատերազմ, տնտեսական, իրավական եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը իրար հետ կա ու դրա դեմ ընդամենը դե հա գիժ են, դե հա adekvat չեն, տգետ են, վախեցած են եւ այլն, բարձա չէ որ անընդհատ ջախջախվելու ենք այդ բախումներում։ Ու ես մի խնդիր եմ տեսնում, լուրջ խնդիր, դուք ասեցիք քաղաքական էլիտաներ, բայց նույն խնդիրը կա կամ ավելի խոր է այդ խնդիրը կա նաև բիզնես էլիտաների, հա, ձեռներեցների շրջանում։ Իրենց թվում է, եթե մենք չբզբզանք, եթե մենք ասելով իրանք, հա, եթե իրենք չբզբզան, եթե իրանք քաղաքականությամբ չզբաղվեն, չակերտավոր, չգիտեմ, գնան Աննա Հակոբյանին իրանց այդ բաները վճարեն, հա, մուծումները անեն եւ այլն, իրանց թվում է դե ոչինչ էլի, կարելի է յոլա տանել, չէ, այն փաստը, որ իրանք ինչ որ ռեսուրս ունեն, իրանց արդեն թիրախ է դարձնում։ Միակ հարցը երբ կգան իրանց հետևից կամ ում հետևից կգան կամ ինչքանով կգան, այս անգամ ուղղակի մի կտոր կտանեն, թե ամբողջությամբ կխլեն, հա, ու էլի դա ինչ որ առանձնահատուկ հենց Հայաստանում կատարվող բան չի, ամբողջ աշխարհում էլ այդ տիպի բռնապետները զբաղված են մեծից փոքր ռեսուրս ունեցող մարդկանց, կառույցներին ուտելով, հա, իդեպ եկեղեցու դեմ էս հարձակումը ես կարծում եմ նաև որ հիմքում ունի նաև եկեղեցու գանձերը թալանելու բան մոտիվացիա, հա, գուցե ոչ առաջին էտապով, բայց ինչ որ պահին դրան էլ հասնելու։ Պարոն Վրդանեսյան, տեսեք, դուք ասացիք տպավորությունը, թե ցանկություն չունեն սովորելու դիմադիրները, հա, ինչպես պայքարել այս տեսակ իշխանության դեմ։ Ես շատ լավ հիշում եմ եւ մինչեւ այսօր էլ կա այդ բացատրությունը, թե ժամանակ չկա։ 20 թվականից ասում են ժամանակ չկա։ 18 թվականից։ Ես առաջի անգամ այդ ժամանակ չլինելու փաստարկը լսել եմ 18 թվականի ամռանը։ 25 թվականն է, ժամանակ չկա, բայց բոլորը, անխտիր բոլորը պատրաստվում են 26 թվականի Այսինքն առնվազն մինչև 26 թվական ժամանակ տեսնում են։ Ադրբեջանի հարձակում օրինակ չեմ պատկերացնում։ Հա, մի հատ օրինակ բերեմ, վատ օրինակ եմ բերում, վատ ցավացնող էլի իմաստով, բայց պետք է։ Արցախում 22 թվականի ամռանը մարդիկ օրինակ վարկեր էին վերցնում ինչ որ բիզնես պրոյեկտներ անելու համար։ Հայաստանից առանձին հայրենասեր ոգևորված մարդիկ, հա, որոնք իդեպ չէին ուզում զբաղվել քաղաքականությամբ, բայց ուզում էին աջակցել Արցախին։ Ինչ որ ծրագրեր էին մշակում, գումարներ էին հավաքում, ինչ որ կենտրոններ էին բացում, կրթական ծրագրեր էին անում եւ այլն, հա։ 100 տուն էին կառուցում ի վերջո։ Դե 100 տունը այն ժամանակի ակնհայտ էր, որ դա ուղղակի ինչ որ քարոզչական բան է, մարդկանց այսպես ասած էմոցիան, էներգիան, պասիոնարությունը ինչ որ ուղղակի ցրելու համար, հա, ու այդպես էլ եղավ։ Բայց նաև կային մարդիկ, որոնք ի սկզբանե հավատում էին նրան, ինչ անում էին, հա, գնում էին ինչ որ գյուղերում դաս էին տալիս եւ այլն Արցախի երիտասարդներ, հա, այն դեպքում, որ իրականում այդ պահին պետք էր պատրաստվել պատերազմի, հա, պետք է այդ ասում զանգերը խփեին, այդ դիմադրության համակարգերը կառուցվեին եւ այլն։ Կային մարդիկ, անունով չասեմ, ուղղակի, որտեվ առանց այն էլ, հա, ոնց որ մարդիկ դժբախտության մեջ են, բայց կային մարդիկ, որոնք ինչ որ բարդ փիլիսոփայական կոնցեպտներից էին խոսում։ Չէ, լավ է այդ ամեն ինչից որ խոսում են, բայց հենց հիմա ամեն ինչ փլվում է աչքիդ առաջ։ Հա, ավելի առաջնային հարցեր կային։ Հիմա այս նույնը կիրառելի է նաև ՀՀ-ի համար Հայաստանի Հանրապետության։ Չկա որևէ երաշխիք, որ այս նույնը չի կատարվի ստեղ թեկուզ մի քանի ամսից։ Հայաստանը այսօր պաշարելը շատ հեշտ է, այսինքն Իրանի իրավիճակը մի կողմից, նույն Վրաստանը արդեն տեսնում է, որ այսպես ասած Հայաստանի այսպես ասած իշխանությունները, Հայաստանի շահերը չեն պաշտպանում, օրինակ արդեն ամսից ավելա խնդիրներ կան արտահանումների հետ, մեքենաներն են, հա, բեռնատարները սահմանին կանգնած են, չեն անցնում եւ այլն, հա։ Էլ չասեմ, որ շատ ճանապարհներ անցնում են ադրբեջանաբնակ շրջաններով, այդտեղ էլ կարելի է համահանել, հա։ Իրանում էլ դուրս է գալիս այդ թուրքախոս
շրջաններ, որտեղ կա ադրբեջանական հետ ցանց, հա, լրտեսական դիվերսիոն, որտեղ կա թուրքական ցանց եւ այլն եւ այլն։ Այսինքն առանց այն էլ Հայաստանի գոյությունը վտանգված է, մազից կախված է։ Ու ես չեմ հասկանում մարդկանց, անկեղծ չեմ հասկանում, որոնք բիզնես պրոյեկտներ են առաջ քաշում, ներդրումներ են փորձում ստանալ դրսից եւ այլն, չմտածելով լավ, հիմա սկսեցիր կառուցել այդ քո, այսպես ասած, հրաշալի, չգիտեմ, բազմահարկ երկնաքերը, հա, ժամանակակից, բայց ինչ հիմքի վրա է դա։ Դու վստահ ես, որ օրինակ նույն հեծի այդ խլելու գործընթացում կարող է մի քանի ամսով առանց լույս մնաս։ Դու վստահ ես, որ վաղը մի խոսքով Կամ քո բիզնեսը չեն խլի։ Կամ իր բիզնեսը չեն խմի, կամ ընդհանրապես կարող է երկրից դուրս գալ, երբ որ ցանկանա, հա, 1000 ու մի հարց կա, բայց շատ են թվում է, որ դե գիտեք, եթե ես իմ կաբինետում ստեղծել եմ այդ սիլիկոնյան հովտի բանը, տենց պատկեր, հա, մթնոլորտ, ուրեմն ես սիլիկոնյան արդեն հովտում եմ։ Չէ, այդպես չի, ոչ սիլիկոնյան հովտում եք, ոչ Եվրոպայում եք, նույն կերպ օրինակ Սիրիայում մի տարի առաջ Լատակիայում բավականին տենց լավ ապրում էին, հա, մարդիկ։ Ես մի տարի չանցած, կես տարի հետո ցեղասպանություն է այդտեղ, որը առ այսօր շարունակվում է, Եվրոպան էլ ըստ էության խրախուսում է այդ ցեղասպանությունը։ Թեհրանում են տարհանում են մարդիկ։ Թեհրանում են մարդիկ փորձում են տարհանվել, չեն կարողանում, որտեղ ճանապարհները փակ են, հա, ու նույն հարցը ստեղ էլ է սպառնում։ Կամ ասենք շատերը սենց են մտածում, դե մինչև էս ինչը հանձնի, մենք արդեն կջոգենք, որ վիճակը վատա կփախնենք, բայց դա էլի ինչ որ տենց կարծրատիպային մտածողություն է, օրինակ ամենախոցելին այսօր հենց Երևանն է։ Ու շատ հնարավոր է առաջի հարվածը հենց Երևանին լինի։ Այսինքն, եթե դու ինչ որ բարձր ոլորտներում, ես միայն գիտությամբ եմ զբաղվում, ես միայն արվեստով եմ զբաղվում, ես միայն բիզնեսով եմ զբաղվում, այդ Ժորժան չի փրկելու։ Ուդայի այց հասկացություն կա, այցն է, որի միջոցով մարդկանց տանում են սպանդանոց։ Ռուսերեն ավելի հստակ է այդ բան, կազել պրովոկատոր։ Ու իրականում կա այդպիսի բան, սպանդանոցներում տես դիմացից գցում են գնում, վախեցած ոչխարները հետևից գնում են, հետո այդ այծին մի կողմ են քաշում, ոչխարներին մորթում են։ Տիպիկ մեր իրականությունն է, շատ մեծ ցավով սա ընդգծենք։ Այո։ Նշեցիք, որ կա այսպիսի մոտեցում, ընկալում, որ Փաշինյանը ապիկար է, հարիվ է, բայց ես նկատում եմ, որ ծայրահեղ մոտեցումներ կա, ընկալումներ կա, որ Նիկոլ Փաշինյանը անհաղթելի է։ Հենց այստեղ է, որ հարցադրումը առաջ է գալիս, ես նկատում եմ շատ հաճախ նաև մեկնաբանություններում են մարդիկ գրում, իսկ մենք ինչ անենք։ Սա ամենակարևոր հարցադրումն է, երբ այս պետական հսկայական համակարգ է աշխատում քաղաքացիների եւ մի քանի պետությունների։ Ընդ որում սեփական պետությունը խախտում է պայմանագիրը քաղաքացիների հետ կնքած, հիմա այդ պայմաններում, ուխտադրուժ պետության պայմաններում եւ իշխանության զավթված պետության, այդպես ասենք, զավթած օկուպացիոն վարչակազմի պայմաններում ինչ կարող է անել անհատը։ Դուք օրինակ մի լավ գրառում եք արել, որը ես անվանեցի ուղեցույց, թե ինչպես յուրաքանչյուրս անհատները կարող են պաշտպանել եկեղեցուն։ Հիմա ինձ թվում է նմանատիպ ուղեցույցներ, ինչպես պաշտպանել եկեղեցին, ինչպես պաշտպանել սեփական իրավունքները, պիտի հասցեական ամեն մեկին հասնեն ու մարդը իսկապես պատկերացնի, որ ինքը ամենևին էլ անուժ չէ այս իշխանության դեմ պայքարում։ Մարդկության ամբողջ պատմության ընթացքում ինչ որ ուժեր գնում էին, ինչ որ երկրներ օկուպացնում էին, զավթում էին, գաղութացնում էին եւ այլն, հա։ Ու միշտ էլ ձևեր գտնվել են դրան դիմադրելու, եթե եղել է այդ ցանկությունը, հա, դիմադրելու։ Հիմա դիմադրությունը կարող է լինել տարբեր մակարդակներում։ Ու նույնիսկ անհատը, որ թվում է թե ոչ մի հնարավորություն չունի, իրականում նույնիսկ անհատը շատ բաներ կարող է անել։ Ու վերադառնալով մեր խոսակցության այն առաջին մասին, որտեղ ասում ենք ինչի է կարևոր հասկանալ ինչի հետ գործ ունենք, կամ ինչպես է գործում նույնպես օկուպացիոն վարչակարգը Հայաստանի դեմ, հա, իրենց գործողությունների կարևորագույն հարթություն ասեմ, չգիտեմ, տար ասեմ, բաղադրիչ ասեմ, դա
օրակարգերի դաշտում պայքարն է, դա տեղեկատվական դաշտում պայքարն է, կամ նաև այսպիսի արտահայտություն կա նարատիվների պատերազմ, հա, այսինքն այդ շատերը նույնիսկ ասում են մենք Նիկոլին դեմ ենք ու սկսում են խոսել հենց Նիկոլի թեզերով, Նիկոլի օրակարգերի մեջ լինելով, Նիկոլի օրակարգերը քննարկելով, նույն այդ Նիկոլը անպարտելի է այդ մտայնությունը, դա ընդհանրապես բոլոր բռնապետներն են բանանում, հա, ներարկում կամ օրինակ այդպես ուղիղ չի ասվում, բայց ասում եմ Նիկոլը անպարտելի է, քանի դեռ այս ինչը չի միացել պայքարին, օրինակ, հա, դե որ այս ինչը չի միացել, ես է կգնամ, հա, շատ հաճախ ես լսել եմ ընդդիմությունը, ասենք ժողովրդին կարող է մեղադրի, հա, որոշ ընդդիմադիրներ, բա դե ժողովուրդն է, սենց մենք ինչ կարող ենք անենք, ուրիշները մեղադրում են ընդդիմադիր այս կամ այն առաջնորդին կամ բոլորին միասին, բայց հաճախ դրա հիմքում ուղղակի կոպիտ ասում են, չեմ, մեզնից հեռու խաղացեք, մենք չենք ուզում խառնվենք, մենք չենք ուզում ռիսկերի դիմել եւ այլն, բայց իրականում անձնական մակարդակում, անհատի մակարդակում նաեւ կան ոչ ռիսկային ռազմավարություններ, որոնք կարելի է օգտագործել դիմադրության համար։ Հիմա կոնկրետ եկեղեցու հարցում մի քանի բան, որ հաստատ կարելի է անել, հա։ Առաջինը, եթե դուք օրինակ այնպես եք դիրքավորված ձեր կյանքում, որ բաց խոսում եք այս իշխանությունների դեմ, ուրեմն նախ պետք է հստակ ցույց տալ առանց ինչ որ բարդ, տենց երկիմաստ բան արտահայտությունների, որ դուք աջակցում եք եկեղեցուն։ Եկեղեցում ինչ խնդրեմ կա, չկա, դա օկուպացիոն վարչակարգի ղեկավարների քննարկելու հարց չի, հա, չի կարող ձեր թշնամի հարևանը գա ու ձեզ ստիպի, որ դուք ձեր ընտանիքի խնդիրներ քննարկեք, ենթադրենք, նույնիսկ եթե դրանք կան, առավել եւս եթե դա մանիպուլատիվ է, առավել եւս եթե իր նպատակը ընտանիքը քանդելն է ու այդ, չգիտեմ, ձեր տունը ձեզնից խլելը, հա, այսինքն պետք է հստակ ցույց տալ աջակցություն, շատ մարդիկ լռում են, բայց երբ որ տեսնում են, որ կա համատարած աջակցություն իրանց շրջապատում, իրենք էլ են արդեն հակվում այդ բանին, հա, այդ դիրքորոշման։ Երկրորդը պետք է շատ կարևոր է թշնամու օրակարգերի մեջ չմտնել։ Այդ իրանք անընդհատ թեմաներ են քաշում առաջ, չգիտեմ, թալան, իբր, հա, այսօր օրինակ շատ մանիպուլատիվ մի ելույթ տեսա, որ եկեղեցում պետք է բերել հարկային դաշտ ու եկեղեցին չպետք է զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ առանց հարկվելու, այլ նույն պայմաններով, ինչև մյուսները, ներողություն, ով ասեց, որ եկեղեցին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում է ու չի հարկվում։ Հարկվում է, ոնց է հարկվում։ Հա, շատ փոքր բաներից է իրականում այդ հարկերի ազատումը։ Կամ թեկուս իշխանամետ օլիգարխները լավ էլ արտոնություններ ունեն, ինչի մասին է խոսքը, հա, այդ մի բան, հա, երկրորդը ցույց տալ աջակցություն կամ գոնե չխփել այն մարդկանց, ում վրա հարձակվում է այս ռեժիմը, օրինակ Սամվել Կարապետյանին ակնհայտ է, որ հարձակվում են իր վրա պատրվակը իր դիրքորոշումը բաց արտահայտելն է, բայց իր վրա հարձակվում են առաջին հերթին իր ռեսուրսների պատճառով, այսինքն ինքը լռեր, միևնույն է վաղ-թե ուշ հարձակվելու էին այլ ինչ որ պատրվակով, բայց հիմա մարդը խոսում է, հարձակվում են, հա, այս իրավիճակում ինչ որ դե եկեք մի հատ հասկանանք ճիշտ ու սխալ բանի, փր հավասարացնելու բան, դա իրականում լրիվ նիկոլական խոսույթ է, հա, օրինակ կան մարդիկ, որոնք դիրքավորվում են որպես չեզոք, մեկը գալիս են, բայց բացառում եք, որ Սամվել Կարապետյանը ռուսական գործակալ է, այսինքն այդ քննարկելու թեմա չի, հարձակման ենթարկվել է, հիմա չի կարող օկուպացիոն վարչակարգը, չի կարող թշնամու շահերը սպասարկող մարդը, չի կարող Արցախը թշնամուն հանձնող ու ամեն ձևի թշնամուտ պաշտպանողը բոլոր վեճերում, հա, ընդհանրապես որևէ իրավունք ունենա, որևէ հարցում
չգիտեմ, ճիշտ լինի, որևէ իրանք ունենա ներհայկական քննարկումներում, հա, խոսելու, որտեղ այս մարդը թշնամի է ու թշնամու շահերն է սպասարկում։ Հիմա սա պետք է հստակ հասկանալ ու չներքաշվել այդ թշնամական օրակարգերի մեջ, որովհետև դրանց միակ պատճառը կապ չունի, որ կողմից եք դուք ներքաշվում, դրա միակ պատճառը այդ միակ նպատակը ղալմաղալի մեջ ներքաշելն է ու բևեռացնելն է, որ ինչ որ մարդիկ վիճեն, իրար հայհոյեն, վիրավորեն, գիտեմ, իրար բլոկեն, անֆրենդ անեն, չբարևեն եւ այլն, հա, նպատակը այդ է։ Երրորդ բանը գետնի վրա ցույց տալ եկեղեցուն աջակցությունը, օրինակ գնալ, չգիտեմ, պատարագի, գնալ ժամերկությունների, հա, որ ամեն օր առավոտյան եւ երեկոյան ժամը 5-ին կամ 5:30 կախված եկեղեցուց ժամերկություններ կան, հա, պետքա գնալ ու ոչ միայն գնալ, այլև նաեւ եկեղեցու սպասավորներին ցույց տալ աջակցություն, ասել մենք աջակցում ենք ձեզ, աջակցում ենք վեհափառին, եպիսկոպոսաց դասին եւ այլն, հա, դա է շատ կարեւոր։ Կարևոր է նաև սիմվոլներով ցույց տալ աջակցությունը, չգիտեմ, կարելի է էջմիածնի նկար դնել, կարելի է վեհափառի նկար դնել, Արշակ Սրբազանին են խփում, կարելի է դնել Արշակ Սրբազան։ Օրինակ ես պարբերաբար անցած տարվա ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդում կարդացած այդ ելույթը Արշակ Սրբազանին, Զովքի, ես պարբերաբար դրանից հատվածներ դնում եմ, հա, որտեվ դա շատ ճիշտ, շատ սենց համապարփակ ձևով նկարագրում է կատարվողը, հա, սիմվոլների ցուցադրությունը շատ կարևոր է, հետևել Մայրաթորի պաշտոնական էջին, հա, Facebook-ում օրինակ, կամ ինչքան իմացա տելեգրամյան ալիք էլ կա, դեռ չեմ էլ գտնել, ասենք դա կիսել, դա տարածել, տեղից գրառումներ տարածել։ Ինչ են անում իշխանական քարոզիչները, հա, օկուպացիոն վարչակարգի քարոզիչները, ինչ են անում։ Իրենք իրանց խոսույթները, իրենց շեֆի խոսույթները, իրենց պատգամավորների, այլ քարոզիչների խոսույթները անընդհատ տարածում են, լցնում են։ Դուք կարող եք լրիվ անհամաձայն լինեք, բայց ձեր մոտ տպավորություն է ստեղծում, որ ամբողջ դաշտը իրանց է աջակցում։ Իրականում իրանք շատ փոքր մաս են։ Իրանք շատ փոքր մաս են այս ամեն ինչում, բայց ահա որ աղմկոտ են ու ամենտեղ երևում են։ Հմեկով, չգիտեմ, բոլոր հարթակներում իրանք փորձում են սենց լցնել, հա, նույնիսկ եթե խիստ դեմ եք, հա, այդ ամեն ինչին, մեկը օր չի լինում, որ լրահոսը մի բան չբերի, մի բան, երկու բան, երեք բան, օր չի լինում, որ մի խայտառակ ինչ-որ հայտարարություն չանեն, որպեսզի մարդիկ դրանից չխայնանան ու էլի մտնեն այդ թեմայի մեջ, սկսեն տարածել եւ այլն եւ այլն։ Շատ կարեւոր է տարածել այն մարդկանց խոսքը, որոնք աջակցում են եկեղեցուն։ Շատերը գիտեք, կարդում են, բայց մի տեսակ քաշվում են, օրինակ, չգիտեմ, շեյր անել կամ մեկնաբանել կամ չգիտեմ, մի հատ լայք դնել, կան մարդիկ, որոնք վախենում են, որտեվ ասենք աշխատում են պետական ինչ-որ բաներում, հա, իսկ մենք գիտենք, որ նույնիսկ լայքի համար մարդկանց կանչում են տնօրենի մոտ խոսակցային, կամ չգիտեմ, բաժնի պետի մոտ եւ այլն։ Այդ պայմաններում, օրինակ, կարելի է, չգիտեմ, WhatsApp-ը, Messenger-ը, Signal-ը, Telegram-ը, Viber-ը, ինչ-որ այդ համակարգից մեկում մի հատ փոքր խումբ ստեղծել, գոնե ընտանիքի անդամներով կամ հարևաններով կամ ընկերներով, օրինակ այդտեղ ինչ-որ, չգիտեմ, ձեզ հետաքրքրած ելույթը, խոսքը դրեք, մի երկու բան է դուք մեկնաբանեք, որ մարդիկ տեսնեն, որ չէ, աջակցություն չկա այս ամեն ինչին, որ նրանք, ովքեր փորձում են այս իշխանական նարատիվները առաջ տանել ու տպավորություն ստեղծել, որ դրանք են հիմնականը, դա է հասարակության կարծիքը, չէ, դա անընդհատ պետքա բան անել, անընդհատ պետքա կոտրել այդ տպավորությունը, հա, պատկերը։ Դուք անընդհատ ընդգծում եք, որ մենք թշնամու հետ գործ ունենք, Նիկոլ Փաշինյանը թշնամի է։ Առաջարկում եք ու կողմնակիցն եք ոչ բռնի պայքարի մեխանիզմով պայքար մղել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Տեսեք, երկու դեպքում էլ, երբ օրինակ ընդդիմությունը առաջարկում է ընտրության տարբերակով
գնալ։ Առաջանում է այդ հարցադրումը, որ եթե թշնամի է, բա ոնց ենք թշնամու հետ գնում ընտրության։ Բայց այստեղ էլ է այդ հարցը առաջանում, որ եթե թշնամի է, բա ոնց ենք ոչ բռնի պայքարի մեթոդներով հաղթելու այդ թշնամուն։ Տեսեք, նախ երբ որ մարդիկ ասում են ոչ բռնի, բոլորը առաջի բանը, որ պատկերացնում են, երբ որ լսում են ոչ բռնի պայքար, պատկերացնում են ինչ-որ ցույց, որտեղ ինչ-որ, չգիտեմ, երիտասարդ աղջիկներ ծաղիկներ են դնում ոստիկանների վահանների վրա ու դրանից հետո իշխանությունը փլվում է։ Հա, դա տենց ֆանտաստիկ պատկերացումներ են, երբեք այդպես չի լինում։ Նույնիսկ այն ինչ ապրիլի 18 թվականի ապրիլին երևում էր, դա այն ամենավերջի էտապն էր, բայց մինչ այդ պայքարը գնացել է տասնամյակներով կամ տասնամյակից ավել, հա։ Ոչ բռնի պայքարի տրամաբանությունը հետևյալն է, երբ որ դու մտնում ես բռնության դաշտ, բռնությունների զինված պայքարի դաշտ, այդտեղ իշխանությունը հստակ ունի շատ ավելի շահեկան դիրք, լեգիտիմության առումով, լեգիտիմությունից սկսած, ռեալ իր ունեցած ֆիզիկական այդ ոստիկանական ուժեր, սպառազինություն եւ այլն, հա։ Շատ-շատերը դա չեն պատկերացնում, կամ էլ դա ուղղակի պատրվակ է խոսել, տենց վճռական քայլեր եւ այլն, դա ուղղակի պատրվակ է պայքարից խուսափելու համար։ Եվ աշխատանք չանելու։ Հա, հիմա ոչ բռնի պայքար չի նշանակում, որ ինքը մերժում է պայքարի դիմադրության այլ տարբերակները։ Ես չեմ ասում պետք չի ընտրություններին մասնակցել։ Ես ասում եմ, որ ընտրություններում նույնիսկ հնարավոր է հաղթել, բայց եթե այդ ամբողջ ենթակառուցվածքը դիմադրության կա ու աշխատում է, ենթադրենք ընտրություններում հաղթեցիք, այդ հաղթանակը ո՞նց եք պահելու։ Կամ ո՞նց եք անելու, որ եթե երևում է, չէ, նույն սոցհարցումներից եւ այլն ընդդիմության ներկայացուցիչը կհաղթի, թե չէ։ Հիմա թե իշխանությունը տեսնում է, որ ընդդիմության այսինչ տեխնացուն մեծ շանսեր ունի հաղթելու, մտնում է ձերբակալում, դուք կարողանում եք այդ մարդուն պահեք։ Դուք ունեք այդ ենթակառուցվածքը, այդ ռեսուրսը մարդկային կազմակերպված, որ կարողանաք այնպես ոտքի հանել, որպեսզի իշխանության կողմից հակասահմանադրական քայլերի դեմը առնել։ Եթե չէ, ապա Նիկոլ Փաշինյանը ինչ ուզի կանի։ Միշտ։ Ոնց կուզի օրենքը կբռնաբարի, ոնց կուզի այդ ժողովրդավարական սկզբունքները կքանդի, ինչ կուզի կասի, ինչ կուզի կանի։ Եթե չկա կազմակերպված ռազմավարական մտածողությամբ դիմադրող ուժ։ Այսինքն ես դեմ եմ այն խոսույթին, որ հնարավոր է միայն ընտրություններով իրավիճակ փոխել։ Ընտրությունները կարող լինեն այդ ամբողջ այդ համակարգում պայքարի մեխանիզմներից մեկը։ Նույնի դեպ իմպիչմենտին է վերաբերում։ Ես շատ հարցեր ունեմ իմպիչմենտին, բայց որպես օրինակ օրակարգային թեմա իմ համար նորմալ թեմա է։ Որպես թեկուս այս իշխանության համար պրոբլեմ ստեղծվի։ Մի կարևոր բան, Նիկոլ Փաշինյանը իմպիչմենտի թեմայից այսպես ասած նեղվում է ոչ թե այն բանի համար, որ իմպիչմենտը կարող է հաջողության հասնի կամ չհասնի, չէ։ Ինքը նեղվում է այս թեմայից իմ կարծիքով առաջին հերթին այն բանի համար, որ իր հլու հնազանդ պատգամավորները ամեն օր լսում են, որ իրականում իրանք կարող են փոխեն իրան, հա։ Ու այդ միտքը դա պրոբլեմ է իր համար։ Որովհետև այդ հլու հնազանդները մի օր եթե իրանց համար ինչ-որ սպառնալիքներ զգան ու իրենց կազմակերպող լինի հենց Փաշինյանի շրջապատից։ Եթե իրանք այդ իմանան, որ այնուամենայնիվ ինչ-որ կոճակ սեղմել կարող են, որով իրան միանգամից խաղից կհանեն, հա, դա իր համար պրոբլեմ է։ Այդ մենք հաճախ ասում ենք, հա, ուսապարկեր են, հլու հնազանդ են, ով են իրանք, բան, դա պատահական չի արված։ Այդ ԿՊ-ի ֆրակցիայի մեծ մասը այդպիսի մարդիկ են ընտրված հատուկ, որպեսզի վտանգ չներկայացնեն
Նիկոլ Փաշինյանի համար, բայց եթե ինչ-որ մի պահ իրանք որոշեն միավորվել, դուք ամենևին ուսապարկներ չեք։ Այո, դուք ուսապարկ չեք։ Ու իրանք է կարող են որոշեն։ Որ ամեն օր դա հիշեցվում է, ինչ-որ պահի կարող է դա աշխատի, հա? Բայց էլի կրկնեմ, դա կաշխատի միայն այն դեպքում, եթե կա դիմադրության, քաղաքացիական դիմադրության ենթակառուցվածք։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը ընդդիմադիր թեկուս առանձին վերցրած եկեղեցին չունեն այդ ենթակառուցվածքը։ Նախ պետք է այդ ամեն ինչը միավորվի պայքարի մեջ մի, այսպես ասած, իրար հետ համաձայնեցված գործեն, հա։ Երկրորդը բացի դրանից շատ կարևոր է նաև իրական քաղաքասարակության ենթակառուցվածք ունենալը, որի վրա ընդհանրապես ուշադրություն չի դարձվում մեր մոտ, հա։ Այն մարդիկ, ում կարելի է անվանել ազգային քաղաքացիական հասարակություն, ցավոք սրտի շատ մեծ զոհողություններով, անձնական այդ անձնվիրությամբ եւ այլն գործում են, բայց դա արդյունավետ չի։ Ռեսուրս չունեն, այո, կոպիտ ասած։ Այն դեպքում, որ հաճախ ազգային ռեսուրսները գնում են հակազգային ուժերի նաև, հա, ինչ որ սիրուն պանելային քննարկումների, փոշիացում, ինչ որ ոչ բռնի պայքարի տրամաբանության մեջ կամ ավելի ճիշտ կլինի ասել քաղաքացիական դիմադրության, հա, ցանկացած գործիք էլ, որը չի ենթադրում բռնություն, զինված ինչ որ բաներ, հա, դա բավականին պրագմատիկ մոտեցում է ու այդ ամեն ինչն էլ օգտագործվում է։ Եթե կարելի է նույն ընտրություններով ավելի շատ տեղեր վերցնել ազգային ժողովում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, հա, ինչ որ դիրքավորվել ու դրանով իսկ հակառակորդի իշխանությունը թուլացնել, դա լավ է։ Ուղղակի պետք չի հույսեր կապել, պետք չի տալ մեծ խոստումներ, թե էս կանենք ու վերջ, էլ ուրիշ բան պետք չի կվերջացնենք։ Նույն որոշ ընդդիմադիրների այդ բաները, որ փողոց մի դուս եկեք, էս մի բանի մի մասնակցեք, եկեք կենտրոնանանք միայն ընտրությունների վրա, ցավոք նույն տիպի բան էլ հիմա նույն իմպիչմենտի որոշ չափից շատ խանդավառ, ոչ Նարեկ Մալյանից, ոչ Էդգար Ղազարյանից, բայց որոշ չափից շատ խանդավառ աջակիցներ, թե բա չէ, հիմա սրա մասին մի գրեք, այս ինչը թողեք, այս ինչը մի կողմ դրեք, միայն impeachment, չէ, շատ տարբեր ուղղություններով պետք է գործել, ու մարդիկ կարող են գործել եւ անհատական մակարդակում, եթե հնարավորություն ունեն թեկուզ փոքր ինչ-որ խմբեր կազմել, ինչ-որ բաներ սովորել, ինչ-որ բաներ շաբաթը մեկ հավաքվել քննարկել, դա շատ կարևոր է, դա թվում է, թե հա ինչ է խոսում ենք, չէ, դա տենց չի, դա կարևորագույն տարր է, ու ավելի բարձր մակարդակում արդեն այո պետք է լինի կազմակերպչական աշխատանք, պետք է նաև ռեսուրսներ տրամադրվեն դրան, որպեսզի ստեղծվեն ավելի խոշոր ցանցեր, արդեն ոնց որ այդ անհատական գիծ տակտիկական մակարդակից արդեն անցում կատարվի շատ ավելի լուրջ աշխատանքի, այդ ամեն ինչ պետք է արվի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։